Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ եք պատրաստում ձեզ։ Առայժմ սպասում ենք։ Մնացած գործողություններին։ Ձեր պահանջը այստեղ հավաքվելու։ Մեր պահանջը մեր աշխատանքի օրերն ենք ուզում իմանանք հստակ եպա։ Անհանգիստ վիճակա։ Կոնկրետ հստակ բան է մեզի պետք որ իմանանք։ 10 օրից ավել արդեն։ Ինչ եք նախատեսում, ինչ եք պատրաստում անել։ Ընթացքը ցույց կտա։ Ոնց որ բոլորը։ Պլաններ կան արդեն։ Դες պլաններ չկան։ Ու այս պահին ինչ եք անելու, որ հավաքվել եք այստեղ։ Դու ուզում եք մեր ձայնը բարձրաձայնեք։ Ապարակնքելա գամ մեր հարցին պատասխանը, մեր աշխատավարձները ով է տալու։ Մենք մեր ղեկավարությանը հարց ենք տալու, մեր ղեկավարությունը հստակ չի կարող մեր հարցին պատասխանը, մեր աշխատավարձների հարցերը ով է լուծելու։ Թող գան ասեն, ով է տալու, ով աշխատավարձ է տալու մեզ, թող աշխատավարձը տանենք մեր հարցերը լուծենք։ Այսպես ինչքան կարելի է շարունակվի։ Երկար ժամանակ եք աշխատում։ Ու մի 5 տարի կլինի։ 5 տարի կլինի, 5 տարվա ընթացքում ես էլ sense դեպք չեմ հանդիպել, որ sense լինի։ Աշխատավարձի ուշադրություն։ Вообще ոչ մի բան չի ելել։ Հիմա արդեն պետք է սա կոմունալ բան վճարած լինենք։ Խնդրեմ բոլորով բարձրանք ճամփեն մենք ոստիկանների հետ ոչ մի հարց պատասխան չունենք։ Ով է մեզի պատասխան տալ։ Թող գան մեր հարցին պատասխանի։ Կարանք բարձրանք հարգելի լրագրող վերև։ Մեկը ես 13 թվից տեղ եմ աշխատում, 18 թվից Վարչով ապրում եմ։ Ու ես գործարանի աշխատելու իմ հաշվին ես գործարանի շնորհիվ ես 18 թվից Վարչև ոչ մի օր չեմ ուշացրել, իմ կոմունալներ ամեն ինչը ժամանակին մուծել եմ, վարկերը բանը։ Մենք ուրիշ բան չենք պահանջում։ Հիմա եկավ կոմունալները մուծելու վաղտնա Վարչով էլ ապրում եմ։ Հեսա տանտիրոջ ես ինչ պետք է պատասխանեմ։ Զանգելու ասի դուս արի։ 2 անչափահաս երեխա ունեմ, տան միակ աշխատողը ես եմ։ Ձեր աշխատանքն էլ է վտանգի տակ այս պահին, դրա մասով ինչ կասեք։ Դե աշխատանքը ախր կոնկրետ բան չեն ասում։ Եթե կոնկրետ ասեն, որ օրինակ աշխատանքը չի լինելու, դա էլ չեն ասում։ Եթե ասեն գոնե մենք իմանանք ինչ անենք։ Ոչ մի հստակ պատասխան չեն տալի, ում դիմում ենք, սաղ էլ ասում են չգիտենք, տեղյակ չենք։ Ոչ մեկ հստակ բան չի ասում։ Այսօր ումից եք ուզում պատասխան ստանալ։